Մեր բոլոր հնարավոր միջավայրերում մենք պետք է խոսենք հաղթանակի մասին։ Իր ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Սրբազանը շեշտեց, որ մենք իրավունք չունենք ուրանալու հաղթանակի տեսիլքը, որ մենք պետք է խոսենք հաղթանակի մասին փոքր գործերի մեջ, մեծ գործերի մեջ, մանկապարտեզներում, դպրոցներում, տներում, օջախներում, աշխատավայրերում, ամենուր, չվախենալով ոտքի կանգնել եւ այդ հաղթանակի հետևից գնալ։ Հաղթանակի հասնելու համար առաջին պայմանը ներքին ազատագրությունն է։ Հնարավոր բոլոր վախերից հրաժարվելը, հնարավոր եւ անհնար, տարատեսակ վախերից, որոնք կարող են այցելել մեր միտքը, մեր կյանքը, մեր սիրտը, մեր հոգին, հրաժարվելն է եւ այդպիսով հաղթահարելը, ներքին ազատագրությունն է, այնտեղ որտեղ արքայությունն է, մտքի ազատագրությունն է, հոգու ազատագրությունն է եւ այդպիսով նաեւ մարմնի ազատագրությունն է։ Սրբազան պայքարի առաջնորդը Սուրբ գրային խոսքով իր սիրելի ժողովրդին հորդորեց չվախենալ, ոչնչից չվախենալ, ոչ ծաղրանքի ենթարկվելուց, ոչ զրկանքներ կրելուց, այլ միայն մտածիր քո սեփական ուժերին, քո կյանքին, քո մտքին, քո թռիչքին, սխրանքին եւ քո հաղթանակին հավատալու մասին։ Կոչ արեց Բագրատ Սրբազանը հավելելով, որ հաղթանակները թանկ գնով են ձեռք բերվում, իսկ այդ հաղթանակին տեր չկանգնողը տիրապետվելու է պարտության կողմից։